Իսկ ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, ժողովրդավարության պաշտպանը եւ ժողովրդավարության արժեքների կրողը։ Թույլ տվեք ասել, այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողը իշխանությունն է։ Ով է ժողովրդավարության լիդերը, ով է Հայաստանում, կարող է որևէ մեկը ասել դրա մասին։ Իշխանությունն է քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական հասարակություն։ Եվ ես թույլ տվեք ասեք, որ այդ թվում վերջին շրջանի քաղաքական գաղափարական հայեցակարգային փոփոխություններով եւ հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում, որովհետեւ մենք բացում ենք դաշտը, մենք ասում ենք, գիտեք ինչ, մենք ուզում ենք, որ բոլոր հարցերը քննարկվեն, հարցադրումները հնչեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ ինչպիսին կարող է լինել օրինակ ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մարդիկ մենք բոլորս ապրում ենք Ստալինի եւ Բրեժնևի ստեղծած օրինակ հայրենասիրության մոդելներով եւ իրականությունը եւ աշխարհը ընկալելու Ստալինի ստեղծած մոդելով մենք ապրում ենք, մենք ընկալում ենք մեր միջավայրը եւ աշխարհը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ստեղծած մոդելներով եւ մենք ասում ենք, բայց կարող է Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական չի։ Իհարկե չի կարող Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական լինել, որտեղ մարդիկ ինձնից սկսած, մարդիկ ասելով, տենց որ միշտ ասում են մարդիկ, ասում են ես իշխան, ինձնից սկսած, մյուսներով շարունակած, մենք մտածում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով եւ հայացքներով։ Եվ այս առումով ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է։ Այնտեղ որտեղ չկա ինքնահայեցում, այնտեղ չկա ժողովրդավարություն։